Եթե մենք Ալիև այդ պայմանով լավ եղին եղել է անցած լինի խաղաղությունը, նա պետք է դա ասի, թուղթը ստորագրեն, երաշխավորեն, ասենք թե հիմա կլինի Չինաստանը, կլինի Ռուսաստանը, կլինի Հնդկաստանը, կլինի Պակիստանը։ 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 Իհարկե ամենայն հարգանքով Պակիստանի, նրա վարչապետի, առհասարակ այդ պետության նկատմամբ, բայց հարգելի պատերազմի կուսակցություն, փաստորեն որ այս մի տարիա գլուխ էիք տանում երաշխավոր ասելով, այսքան վաղ Պակիստանին նկատի ունեիք, Կալուկացի Սամո, Ծառուկյան Գագիկ ու Քոչարյան Ռոբ, էսեր ձեր երաշխավորը պատկերացրած, կպեք ձեր գործին, էլի աղբորպես, կպեք ձեր գործին։ Սամո ջան, այսօր քանի հոգու բանտի ծակը ուղարկեցիր, հեն, Կալուկացի Սամո։ Այսօր Տաշիրում Սուրեն Պապիկյանը ԿՊ-ի լոռու ակտիվի հետ քարոզարշավ էր անում ու Կալուկացի Սամոն մի 10-20 երիտասարդ էր ուղարկել, որոնք պետքա խոչընդոտեին նրանց քարոզարշավը։ Քարոզարշավը խոչընդոտելը քրեորեն պատժելի հանցանք է, Ժորժ ջան, չի կարելի որևէ քաղաքական ուժի քարոզարշավը խոչընդոտել։ Գիտեք հարցը որն է, որ այդ խոչընդոտող 10-20 հոգու մեջ այս Կալուկացու ոչ տղերքը կային, ոչ Կալուկացի Սամոյի աղբոր տղերքը կային։ Խի, որովհետև այդ մարդիկ առաջնորդ չեն։ Որտեղ նույնիսկ հանցանք կատարել, իսկ առաջնորդը պետք է առաջնորդի։ Դուք տեղել չեք առաջնորդում։ Ձեր ընտրը 10 ովշիկները առանց ձեր մասնակցության են փողբաժանում, բռնվում ու ընկնում բանտի ծակերը։ Դուք երբ որ մարդկանց ուղարկում եք, չգիտես ինչի դիմաց, էլի ընդհանրաբար մի հին լավություն վրեքները ծախելով ուղարկում եք քարոզարշավ խոչընդոտելու, էլի դուք մեջը չեք, որ սենց ելնեք դուք առաջնորդ չեք, դուք թռած եք։ Դուք թռած եք ու թռած եք առաջինը ձեր աջակիցների ու ձեր թիմակիցների վրայից։ Այդպես թռած դուք մնալու եք ու տես տասնյակ ու հարյուրավոր մարդկանց ուղարկելու եք բանտի ծակերը։ Այդ մարդկանց ընտանիքներն դժբախտացնելու եք դրանով, որտեղ դուք թռածների հավաքածու եք եւ ոչ թե քաղաքական թիմ։ Թռածել կմնաք։ Ողջույն բարեկամներ, ուսամ լավ եք։ Արժեհերթական ընտրությունների քարոզարշավը իր ամբողջական ընթացքի մեջ է եւ մենք ամեն օր հետաքրքիր բացահայտումներ ենք տեսնում տարբեր քաղաքական ուժերի կողմից, հատկապես լսում ենք նրանց մտքի գոհարները, որոնք շոյում են մեր ականջները, ինչու ոչ նաեւ ինտելեկտը։ Եվ ինչքան այդ գոհարները շատ լինեն, այնքան մեր իմաստուն ժողովուրդը կհասկանա, թե ով է կամ ով ինչ է։ Գիտեք, հաճախ կարելի է լռել խոսելու փոխարեն, երբ որ հասկանում ես, որ խոսելը քո մոտ չի ստացվում, բայց նույնիսկ դրա համար անհրաժեշտ է ինտելեկտ։ Ցավոք սրտի մեր հիմնական մրցակիցները, որոնք միգուցե ունեն փող, չունեն այդ ինտելեկտը։ Մենք շատ կուզենայինք, որ նրանք դա ունենան։ Բայց մենք չենք նրանց բերել ասպարեզ, իրենք են որոշել մտնել քաղաքականություն կամ վերամտնել քաղաքականություն, որը սակայն ցավոք սրտի նրանց չի հաջողվելու, որտեղ մեր իմաստուն ժողովուրդը չի հանդուրժում տգիտությունը եւ տգիտության հաղթարշավը, տգիտությունը տեղ չի ունենալու։ Եվ հենց դրա համար են անհրաժեշտ մեզ բազմաթիվ մանկապարտեզներ, դպրոցներ, համալսարաններ, ակադեմիական քաղաք, հետաքրքիր ծրագրեր, օրինակ երեխաների կրթավճարների կուտակային հիմնադրամը, որը մենք ստեղծելու ենք, որպեսզի երեխաները լավ կրթություն ստանան, եւ այդպես շարունակ։ Ինչպես նաեւ անհրաժեշտ են մեզ ենթակառուցվածքներ, դրանք են ճանապարհները, ջրագծերը, որով որ տնտեսությունը զարգանում է, տնտեսվարողները որոշում են կայացնում ներդրումներ անել այն քաղաքներում եւ գյուղերում, որտեղ կան այդ ենթակառուցվածքները, ճանապարհները, ջրագծերը, ռոռոկման խմելու, լուսավորությունը, եւ չկա մի բնակավայր կամ գյուղ, որտեղ այդպիսի լայնածավալ շինարարական աշխատանքներ եւ ներդրումներ արված չլինեն եւ արվելու են դեռ ավելին։ Այնպես որ սիրելի բարեկամներ, եկեք կասեցնենք տգիտության հաղթարշավը, որովհետև տգիտությունը տեղ չունի մեր հասարակությունում։ Լավ եղեք։ Շարունակելու ենք բարեփոխումները կրթության ոլորտում։ Ոչ մի երեխա չպիտի անգրագետ մեծանա։ Բոլորը պիտի իմանան հայերեն գրել, կարդալ եւ խոսել։ Հայաստան դաշնքի սիրելի գործընկերներ, ձեզ մի առաջարկ ունեմ, բայց մինչև բուն առաջարկին անցնելը խնդրում եմ նայել, թե ինչ է ասում ձեր քաղաքական ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։ Խնդրեմ։ Ձեր գույքարկերը մնաց նույնը, թե բարձրացավ։ Բարձրացավ, չէ՞։ Ապրեք։ Ես առաջարկեի, որ գույքարկը այդ գույքարկը անունը փոխել։ Ասեն հարկ պարգևավճարների համար։ Ուրիշ անվանում ո՞տ էստե չի կար։ Հարկ պարգևավճարների համար։ Որտե միայն բացատրությունը դա է։ Ինչ եք ընկել այդ ժողովրդի հետևից։ Հիմա առաջարկս, խնդրում եմ երկրորդ նախագահին բացատրեք,
որ գույքահարկը գնում է ոչ թե պետական բյուջե, որից վճարվում են պետական պաշտոնյաների աշխատավարձեր եւ պարգևավճարներ, այլ գնում է համայնքային բյուջեներ։ Եթե Ռոբերտ Քոչարյանը լինելով երկար տարիներ Հայաստանի Հանրապետության նախագահ այնքան, ինչպես եք ասում, ընդունակություն չունի դա հասկանալ, խնդրում եմ ձեր ինտելեկտուալ падգամավորները իր հետ մի հատ կարճ լիգբեզ անցկացնեն եւ բացատրեն, թե որ հարկատեսակը ուր է գնում եւ ինչ նպատակով կարող է ծախսվել։ Իսկ իր մնացած արտահայտություններին հետո էլի կանդրադառնանք։ Շնորհակալություն։ Լավ որ ձեզ։ Շնորհակալություն ձեզ էլ մեր շնորհակալություն հայտնեմ խաղաղության համար, ուզում շնորհակալություն հայտնեմ այս առողջապահական ապահովագրության համար, որովհետև նայում եմ դեր եթերները, անդրադարձ տվում է, որ միայն 65+-ներին, բայց նաև արփաթող ապահովագրություն է ստանում, ես ինքս ստանում եմ, ու շատ շնորհակալ եմ դրա համար, նաև Ներողություն եմ խնդրում։ փոփոխությունների համար։ Ներողություն, երեք օրինակ իմ ելույթի մեջ ուզում եի նշեի, բայց մտածում եմ աշխատող մարդը կհակադարձի, կասի հա ինչ մենք վճարում ենք, ստանում ենք։ Չէ, իրականում մենք այդ ծավալի վճարանակություն երևի դեռ չունենք, բայց հուսով եմ որ կունենանք, բայց երբ որ առողջապահական ապահովագրությունը այդ ամենը ծածկում է, այսինքն մեր հարկերից նաև դուրս է գալիս այդ ծախսը, այդ շատ գնահատելի է, ու ես ինքս պատերազմի մասնակից եմ, շատ գնահատում եմ այս ամեն ինչը, Ղարաբաղում եմ ծառայել ինքս պատերազմի ժամանակ, շատ գնահատել է, դրանից մեծ բան չգիտեմ, ինչ պետք է անենք, որ չգիտեմ, շատ եմ գնահատում։ Շնորհակալ եմ։ Աշխատանքից ուշանում էի, բայց այդ լայվը տեսա որ մոտիկ եմ, եկա որ ձեզ տեսնեմ պայման։ Բարձր եմ գնահատում։ Եկեք ծափարենք զինվորին եւ քաղաքացին։ Դեզ եմ ծափարում, որ դուք եք ստեղծել այդ ամեն ինչը, որտեղ դժվար ինչ որ մեկը կամքի ուժ ունենար այդքան ու այդքան այդ ծանր բեռը իր ուսերին տանել ու վերջ հասցնել։ Շնորհակալ եմ։ Շատ շուտով, ես համոզված եմ, շատ շուտով, չնայած արդեն դրա շոշոքները երևում են, Երևանը թոփ քաղաքներից մեկն է ալնելու։ Երթևեկության հարցերն է մի քիչ կարգավորում ենք։ Բարև ձեզ։ Ամեն ինչ լավ է, Վիկտոր ջան։ Շնորհակալ եմ, եղբայր։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ միշտ բերել իշխանության մարդկանց, որոնք կարող են արտասանել ի հեճուկս բառը։ Պարոն Հարությունյան, որ խնդրեմ կարտասանեք ի հեճուկս բառերը։ Ի հեճուկս։ Վտանգավոր մարդ եք, պարոն Հարությունյան, ձեզ պետք է մեկուսացնել հասարակությունից։ Ի ժամանակ գիրք կարդացողների ժամանակ չէր, հիմա ի հեճուկս ասողների ժամանակ չի ոնց որ։ Մեզ պետք են այնպիսի առաջնորդներ, որոնք չեն կարողանում արտասանել ի հեճուկս բառերը, չեն կարող արտասանել հաղթարշավ բառը։ Միայն նրանք կարող են փրկել մեզ եւ մեր ազգային արժեքները։ Այո, կատարվեց, տեղի ունեցավ։ Խնդրեմ, պարոն Ավինյան, ինչ ունենք պատմելու։ Ունենք պատմելու, որ ստացել ենք 45 նոր տրոլեյբուսներ, մինչ այս մենք երկու խմբականակ էինք գնել, 15 եւ եւս 15։ Եվ այս անգամ գնել ենք 45 միանգամից նոր տրոլեյբուսներ, որով որ ամբողջական մեր տրոլեյբուսային հին պարկը փոխարինում ենք նոր տրոլեյբուսներով։ Այսինքն հուսահատության տրոլեյբուս էլ չենք ունենա։ Այո, ռետրո, իրենց հուսահատության չկոչենք, իրանք այդքան վատը չեն, ռետրո տրոլեյբուսներ։ Բայց նոր ասում եք կարող է մի հատ տենց լավ վերականգնենք, ռեստավրացիա անենք, կամ միգուցե այլ ֆորմատով սրճարանի կամ գրադարանի ֆորմատով պահենք, այդ ամբողջապես մեր տրոլեյբուսային պարկը փոխվում է այս նոր որակյալ լավ տրոլեյբուսները, որոնք որ առանց գծերի նույնպես երթևեկում են մոտավորապես 60 կիլոմետր։ Պարոն Ավինյան, ես ճիշտ եմ հասկացել, որ մենք այս խմբականակը ձեռք բերելու որոշում կայացրել ենք նախորդ խմբականակների աշխատանքի արդյունքը վերլուծելով եւ արձանագրելով, որ տրոլեյբուսները ռեալ Երևանում կաշխատեն։ Այո, միանշանակ տրոլեյբուսների մեր գծերը 50-ակը եւ տրոլեյբուսները կաշխատեն։ Եթե ասեմ ավելին, մեր գծերը ծախած եւ կերած չլինեն, մեր քաղաքում շատ լավ տրամվայներ կաշխատեն։ Հիմա այնուամենայնիվ դեռ ունենք այնինչ ունենք, տրոլեյբուսային գծերում կունենանք նոր տրոլեյբուսներ, հետագա նոր տրանսպորտի ներդրման մասին էլի կունենանք հաջողություն։ Եվ ամենակարևորը մենք այն որ նկարաշեն նայում եմ տրոլեյբուսը եւ նայում եմ որ տրոլեյբուսի գիծ չկա, այսինքն կա տրոլեյբուս, բայց տրոլեյբուսի գիծ չկա։ Այս տրոլեյբուսների առանձնահատկությունը այն է, որ իրանք լիցքավորվելով կարող են 60 կիլոմետր իրանք առանց լարերի երթևեկի։ Իսկ 60 կիլոմետր Երևանի համար դա լուրջ թիվ է։ Եվ նաև ես ճիշտ եմ հասկանում, իրանք երբ որ կպած են լարեն, իրանք զուգահեռ լիցքավորվում են եւ հիշում եք, չէ՞, ժամանակ որ վարորդները դուրս էին գալիս քաշում եւ այլն եւ այլն։ Հիմա իսկ կպնելն էլ հա։ Այո, մենք հատուկ սարքեր ենք համրացնում, պարոն Հապշապետ, որոնք որ գնում են այս երանգյունաձև sense մի հատ բան է, կապած այդ լարերին, գնում է ոնց էլ չլինի, այդ լարերը գնում է այդ երանգյունի մեջ գալիս կա։ Այսինքն արգում է դա ընդհանրապես կնոպկա։ Ես հիմա առաջարկում եմ, որ մենք սկսած վարորդի աշխատատեղի Տիկին Մանավազյան, կասեք ինչպես է անցնում քարոզարշավը, ինչ տպավորություններ ունեք։ Կարծում եմ խոսքերը բառերը ավելորդ են, երբ շրջվում եմ, ես տեսնում եմ
այս մարդկանց եւ ընդհանրապես տրամադրությունը, դրական էներգիան անմիջապես մեզ փոխանցվել է բոլոր համայնքներում։ Իհարկե նույնիսկ անգամ եղանակային պայմանները երբեք մեզ չեն խանգարում, որպեսզի մենք շփվենք քաղաքացիների հետ, ստանանք քաղաքացիների ջերմ խոսքերը եւ աջակցությունը այս օրերի ընթացքում։ Ծրագրային ինչ հիմնական կետեր կամ որ այս օրերին առաջ եք տանում, հա, որպես պայմանագիր ներկայացուցիչ։ Մեր հիմնական ծրագրային կետերը վերաբերում են այն աշխատանքներին, որ արել ենք, դրանց շարունակությանը։ Այսօր ինչ է անում ընդդիմությունը։ Ընդդիմությունը մեծ խոստումներ է տալիս։ Մենք այդ խոստումները արած մեր աշխատանքով խոսում ենք եւ խոսակցություն ենք ունենում քաղաքացիների հետ եւ քաղաքացիները արդեն իսկ ուղիղ շահառուն են այն արած գործերի, որ այսօր ներկայացնում ենք եւ խոսում ենք այդ մասին եւ մեր ծրագրի հիմնական ծրագրի կետերն են այդ մեր արած աշխատանքներին տալ շարունակություն եւ շարունակել անել այն, ինչ արել ենք մինչեւ այս պահը։ Եղա, պարոն Սոքյասյան, շնորհակալ եմ։ Լավ եք։ Անձրևը մեզ ինչ կանի։ Քարոզարշավը Անձրևի պայմաններում շարունակվում է, սիրում ենք բոլորին։ Այս խտության ունենք, հա։ Լսի, այս ինչ լավ բաներ են։ Այս շատ հետաքրքիրն են։ Հələ նայեք։ Նա գիտեք, որ սենց բան կա։ Ենթադրում եմ դրա համար եմ ասում, պարոն Ավինյան, պետքա լայնորեն լուսաբանել։ Այս բակից դուրս վստահում են մի քիչ 200 մետր են կոմի ժողովրդից շատերը չգիտեն, որ ստեղ սենց բան կա։ Այս երբ հադրվե։ Նախորդ տարի։ Կարևորը բակերի ժողովուրդն է։ Չէ, բայց մարդիկ իմանան, որ գալիս է, որովհետև այնեն չի, որ ստեղ սարքել եք վերջ, ավարտ։ Այսինքն սենց գնում է, մարդը պետք է իմանա, որ հաջորդի իրանց բակն ալնելու, ու այդ շատ կարևոր բան է, շատ կարևոր բան։ Այսա գնում ենք նայենք, ուղղակի չի տեսել նաև այս առաջ անգամ եմ սենց բան տեսնում։ Հələ ստեղ նայեք։ Բարի լույս։ Երեխեք խաղում են ստեղ։ Լավ որ ձեզ։ Մեծերը դե պարզա, բիսետքում են խաղում։ Հələ նայեք, ստե նայեք հələ։ Էլի եմ ասում, հիմա լսեք, որ պրոսպեկտում մի հատ այսքան փոսլներ, այսքան։ 63 հոգի, ասենք անուններով կարամ ասենք բանից Կալուգայից սկսած մինչև ուր ասեմ բան։ Սելֆի կանեն, քանի հոգի եք տեսել, որ գազ տեղ ասել տեսեք ես ինչ կա։ Քանի ես չեմ տեսել, օրինակ այս կատարյալ նորություն է ինձ համար, որ Երևանի կենտրոնի բակում սենց բան կա։ Լավ բաներին շուտ ենք սովորում։ Չէ, լավ է, ես ուրախ եմ, որ շուտ ենք սովորում։ Ես ուրախ եմ, ընդ որում ես ուրախ եմ, որ շուտ ենք սովորում։ Ես ուրախ եմ նաև, որ ասում եմ միտեղ տասնյակ տարիներով որ կարա փոսը լինի, մարդիկ սովորեն անցնեն գնան դրանով, հետո այդ փոսը տասնյակ տարիներով չլուծված լուծվի, մարդը 3 օր ուրախանա, 4-րդ օրը արդեն իր համար սովոր, ուսա լավ է, որովհետև մարդը հասկանում, որ վերադառնում ենք նորմայի մեջ։ Հա, դա լավ է, ես ուրիշ բան եմ ասում եմ, բայց այստեղ կամ այնտեղ մի հատ փոսլներ, այնտեղ մի հատ փոսլներ կգային կնկարեին ու ունենց կպային, որ հանկարծ սա տեսախցիկի մեջ հանկարծ չընկներ։ Ասենք նախկին քաղաքապետով, բանով տենց, էլի, մինչև ուր ասես, ՀՀԿ, ՀՀՇ, չգիտեմ, ԱԻՄ, տենց, հա։ Սա շատ հետաքրքիր է, որ մենք հիմա ինչ ենք անում, բարև ձեզ, լավ որ ձեզ, լավ։ Մնացեք, դիմացեք, որ այս ամեն ինչը հաղթահարի։ Շնորհակալ եմ։ Մենք հիմա ինչ ենք անում, մենք ընդհանրապես գնում ենք բան, Հանրապետության հրապարակ, եւ ինչերի հետ առնչվեցինք, բարի լույս ձեզ։ Եվ ինչերի հետ առնչվեցինք, բարի լույս ձեզ, քարտեզ տվեք։ Լավ եք, ո՞նց է ձեր տրամադրությունը։ Բարի լույս ձեզ, լավ որ ձեզ, լավ եք։ Մարիկ ջան, բարի լույս ձեզ, ո՞նց եք, լավ որ ձեզ։ Ճանապարհ տվեք, Բարև ձեզ, լավ որ ձեզ։ Մենք ուրախ ենք ձեզ համար շատ։ Շնորհակալ եմ շատ։ Այդ ամուր ոտքերի վրա կանգնեք։ Շնորհակալ եմ։ 18 թվականին տեղի ա ունեցել հեղափոխություն, մի խումբ սադրիչներով փորձեցին իրենց դեմքը ցույց տալ։ Հիմա մեր որոշումը եւ մեր Լորվա մարզի քաղաքական այս թիմի նպատակը հունիսի 7-ին Տաշիրում կատարել հեղափոխություն։ Սավեր Կարապետյան, հունիսի 7-ին Տաշիրում հեղափոխությունը հաղթելու է։ Տաշիրի ճանապարհները բոլորը, այդ թվում նաև գյուղական համայնքները, ազատվելու են ցեխից։ Քոչ սիրած, երիտասարդ շրջանում շատ սիրած։ Ասֆալտապատ են լինելու, տուֆապատ են լինելու, դպրոցներ շատ են լինելու, երեխաները կիրթ են լինելու,
եւ Տաշիրում հաղթելու է հեղափոխությունը։ Այո! Իսկ ձեր Քոչարյանը սերժական խմբակը նետվելու է քաղաքական աղբարկղ։ Այո! Սիրելի հայրենակիցներ, սիրում ենք։ Երեխեք ջան, լավ որ ձեզ բոլորը։ Ես եմ շնորհակալ։ Ամառչապետ ծանոթ մարդ կա։ Լավ ես։ Ուզում եի խոսեմ նորաշենցիների հետ, ովքեր այստեղ հավաքված էին։ Մեքենան խնդրեմ մի քիչ հետ գա։ Սիրելի նորաշենցիներ, Տաշիր խոշորացված համայնքի հարգելի բնակիչներ։ Այսօր մենք առավոտից Տաշիր խոշորացված համայնքում ենք շատ ջերմ ընդունելության ենք արժանացել, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ։ Մենք ձեր գյուղ գալու ճանապարհին մի խումբ սադրիչների կողմից ենթարկվեցինք, այսպես ասած, արկածախնդիր հարձակման։ Բայց դա արկածախնդիր էր։ Բայց ուզում եմ քո հետ խոսել, ուղերձս ու ասելիքս քեզ ուղղված Սամվել Կարապետյան։ Այս քո սադրիչներին հեռու պահ, այդ տղերքը կարծում եմ մեղավոր չեն ու նրանց արկածախնդրության մի տար։ Ես վստահ եմ, որ այդ արկածախնդիր վարքագծի հեղինակը հաստատ այս տղերքը չեն։ Մեր հաղթարշավը, պարոն Կարապետյան, անկասելի է։ Այո! Ասել եմ, ասեմ, խելոք մնացեք։ Հունիսի 7-ին, Տաշիրցիներ, սիրելի հայրենակիցներ, գնացեք ընտրատեղամասեր, ձեր ձայնը տվեք քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, վերջնականապես ազատվեք Սերժակ Քոչարյանական կլանի մնացուկներից, ովքեր գառան մորթի հագած տարիներ շարունակ սպասել են հարմար պահի, որպեսզի հարվածեն մեզ թիկունքից, Հայաստանի Հանրապետությանը թիկունքից հարվածեն։ Դուք ոչ միայն սադրիչ եք, դուք օտար երկրյա գործակալներ եք։ Ու ձեր քաղաքական քոքը կտրելու ենք։ Անպայման։ Հունիսի 7-ին քվեարկում ենք համարտ 16-ին եւ Տաշիր խոշորացված համայնքում հաստատում ենք հաղթանակ, հարատև խաղաղություն, հեղափոխության հաղթանակ։ Սիրում ենք բոլորին։ Շնորհակալ եմ։ Ես Ավստրալիայի եմ եկել։ Վայ, շատ ուրախ եմ։ Շատ շնորհակալ եմ, շատ ուրախ։ Ինչքան եք մնալու դեռ։ 7 շաբաթ։ Օ, հոյակապա։ Ավստրալիայից եկել է 7 շաբաթ մնալու է։ Ծափերով ողջունենք ավստրալացիներ հայրենակցին։ Երեխեքին թխվածք է։ Շատ ապրեք։ Երեխեքին։ Քանի երեխա կա։ Երեք։ Ես էլ ձեզ եմ շատ սիրում։ Սիրելի հայրենակիցներ, հիմա գտնվում ենք Միխայելովկա գյուղում եւ այս գյուղը կարծես թե ամբողջությամբ հակապատկերն է այն օրվա Սամվել Կարապետյանի հերթական մտքի գոհարների, որին ես անդրադառնալու առիթ եմ ունեցել, բայց տեսնելով այս ասֆալտապատ, գծանշված գեղեցիկ ճանապարհը, հիշելով ինչպիսին էր Միխայելովկա գյուղը նախորդ քարոզարշավների ժամանակ, այս մարդիկ փրկվել են ցեխից, տասնամյակների ցեխից։ Եվ քանի որ համընկնումը երկակի է, այսինքն այս համայնքում նաև կառուցվում է մեծ դպրոց, գեղեցիկ դպրոց, որին ժամանակին անդրադարձել էր իրենց քաղաքական մեկ այլ թիմակից։ Եվ քանի որ Սամվել Կարապետյան, այդ բառն էլ ես շատ սիրում կամ վախենում ես, ի հեճուկս ձեզ, Հայաստանի բոլոր գյուղերը, Տաշիրի տարածաշրջանի բոլոր գյուղերը պիտի լինեն ասֆալտապատ, բարեկարգ, բայց դա պիտի լինի քաղաքացիական պայմանագրի հետ ժողովրդի որոշման, առանց ձեզ, առանց Սերժակ Քոչարյանական մնացուկների։ Դուք քիչ այդ մարդասպանին պաշտպանեք, ռադարեք թող գնա, նա պետք է հիմա պատվալում փթեր։ Ո՞վ է տալու իր այրախին Քոչի համար գնա Ղարաբաղը հետ բերի։ Ոչ ոք, երկու թորնիկը ես ունեմ։ Այդ երագլուխների ացուլիսն եմ լսում, իրանց միտքն եմ լսում, ամեն ինչը լսում եմ։ Նրանք առանց պատերազմի Արցախը հետ են բերելու, հարց եմ տալի։ Առանց պատերազմի Արցախը հետ են բերելու։ Իսկ ո՞վ է ուզում այսքան մարդկանցից պատերազմ, ոչ մեկը։ Այդ որ ասում են Արցախը բերենք Արցախը, ո՞վ է հավատում։
Ուզում եմ խոսել հետևյալի մասին։ Այսօր մարդիկ լեգենդներ են պատմում, նեգատիվ լեգենդներ, Մեղրիի մասին, Գիրանցի մասին, եւ ես բոլորիդ կոչ եմ անում, առաջիկայում մանավանդ որ ճանապարհներն արդեն փառք Աստծո լավ են։ Ժամանակ տրամադրեք, մի հավատացեք մեզ, մի հավատացեք ոչ մեկի, ժամանակ տրամադրեք, մանավանդ նորմալ ճանապարհներն են։ Գնացեք Մեղրի եւ տեսեք մարդկանց տրամադրությունը։ Ես Մեղրիում մի շաբաթ առաջ եմ եղել եւ մարդկանց ուղիղ հարցնում եմ։ Ասում եմ՝ մի հատ ասեք ինչա տեղի ունենում եւ ինչա տեղի ունենում անշարժ գույքի գների հետ։ Եվ մարդիկ ինձ ասում են հստակ, ասում են օգոստոսի 8-ից հետո Մեղրիում հողի եւ անշարժ գույքի գները 50% ավելացել են։ Ասում են կրկնակի, ես մի քիչ նվազեցնում եմ, որ ճիշտ լինի։ Այսինքն Մեղրին Հայաստանի Հանրապետության հետ միասին վերեացվել ծայրամասից վերեացվել կենտրոնի։ Հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք, ահա այդ կենտրոնի եւ ամբողջ հանրապետությունն է վերածվել կենտրոնի։ Այսօր Մեղրիում մարդիկ անհամբեր սպասում են։ Տրիպ նախագծի անունը որ տալիս եմ, ասում եմ ինչ կարծիքի եք, մարդիկ այդ հարցին պատասխանում են ծափահարություններով, որովհետև նրանք հասկանում են, որ տասնամյակներ անց երկաթուղու վերաբացումը, մյուս ենթակառուցվածքների վերաբացումը, հնարավոր էլեկտրահաղորդման գծերի, խողովակաշարերի, մանուխների անցումը Հայաստանի Հանրապետության տարածքով, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության պահպանման ոչ միայն տասնյակ միլիոնների եւ միլիարդների եկամուտները բերելու Հայաստանի Հանրապետություն, այլ դառնալու է քաղաքական երաշխիք խաղաղության եւ անվտանգության։ Եվ սա է ամենակարևոր ձեռքբերումը։ Եվ ուրեմն ես ուզում եմ բոլորիդ շնորհավորել խաղաղության հաստատման առիթով եւ արձանագրել, որ խաղաղությունը 9 ամսեկան մեր խաղաղությունը նման է 9 ամսեկան երեխա։ Շատերը պատերազմի եռագլուխ կուսակցությունը ասում է թե այդ 9 ամսեկան խաղաղությունը լավը չի, հուսալի չի եւ մենք նրանք խոսում են երաշխավորի մասին։ Ժողովուրդ ջան, մենք երաշխավորության համակարգերը տեսել ենք եւ երաշխավորության ազդեցությունը զգացել են մեր մաշկի վրա։ Սա մեր քաղաքական եւ հասունության պահն է որպես պետություն եւ որպես ժողովուրդ։ Մենք պետք է հասկանանք, որ մեր անվտանգությունը մեզ է հուզում եւ բացառապես մեզ։ Ոչ մեկին ումա պետք մեր անվտանգությունը։ Առաջին հերթին մեզ, երկրորդ հերթին մեզ, երրորդ հերթին մեզ, 10-րդ հերթին մեզ։ Եվ յուրաքանչյուր պետությանը, եւ մենք պետք է դուրս գանք այն ցիկլից պատմական, երբ մենք մեզ ցույլ ենք տալիս, մեզ ուրիշներին թույլ ենք տալիս օգտագործել ուրիշների դեմ եւ որպես արդյունք դրանից հետո մեզ թողնել մենակ եւ մեզ շպրտել։ Եվ ես տեսնում եմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը եւ քաղաքացին այս ըմբռնմանը հասել է։ Եվ հետեւաբար նրանք ովքեր ասում են, թե մենք ի վիճակի չենք պահպանել եւ հոգ տանել մեր 9 ամսյա խաղաղության համար, նրանք ըստ էության առաջարկում են, որ մենք մեր խաղաղությունը, մեր երկիրը եւ մեր 9 ամսյա խաղաղությունը հանձնենք ուրիշի խնամքին, ըստ էության հանձնենք որփատուն, հանձնենք որփանոց։ Հայաստանի Հանրապետությունում այլևս կա քաղաքացի, ով ի վիճակի է, կարող է եւ ուզում է տեր կանգնել իր պետությանը, տեր կանգնել իր անկախությանը, տեր կանգնել իր խաղաղությանը, տեր կանգնել իր ապագային։ 2021 թվականին մենք եկանք եւ ձեզ ասացինք, որ ապագա կա։ Այն ժամանակ թվում էր թե չկա ոչ մի ապագա, բայց մենք եկանք եւ ձեզ ասացինք ապագա կա։ Դուք մեզ վստահեցիք եւ մենք այսօր եկել ենք ձեզ ասելու, որ այդ ապագան եկել է, այդ ապագան հիմա է, այդ ապագան այսօր է եւ սա նույնպես Եվ սա նույնպես պատմական փոփոխություն է, որովհետև մեր պատմության ողջ ընթացքում ապագան մեզնից հեռավոր եւ անհասանելի մի բան է եղել։ Եվ մենք միշտ երազել ենք հասնել ապագային, բայց միշտ ներքին վախ ու զգացողություն ենք ունեցել, որ այդ ապագային չենք հասնելու։ Սա մեր պատմության բացառիկ էջերից մեկն է, որ մենք ասել ենք, որ ուզում ենք ապագա եւ հասել ենք ապագայի։ Դրա համար մենք կայացրել ենք շատ բարդ եւ դժվար որոշումներ, որովհետեւ հասկացել ենք, որ եթե այսօրվա մեջ մենք կայացնենք երեկվան վերաբերվող որոշումներ, մենք այդպես էլ չենք հասնի ապագային։ Մենք այսօրվա մեջ կայացրել ենք
ապագային վերաբերող որոշումներ, այո շատ դժվար, այո շատ բարդ, այո շատ ողբերգական, այո շատ զրկանքների միջով անցնելով, բայց մենք ոչ մի վարքյան չենք մոռացել, որ ձեզ խոստացել ենք, որ ապագա կա, եւ մենք այսօր եկել ենք ասելու, որ ապագան այստեղ է, ապագան այսօր է, ապագան այստեղ է, եւ այդ ապագայի գագաթնակետն է հաստատված խաղաղությունը։ Բարևձեզ։ Ո՞նց եք։ Շնորհակալ եմ ես ասեմ։ Ամեն մի ընտանիքը ունի իր հայրը։ Իմ հայրենիքի հայրն է դուք եք։ Մեծ պատիվատ է։ Ապրել այս Հայաստանում, բայց ավելի ուրախ, ավելի երջանիկ։ Ճիշտ եք։ Ճիշտ եք։ Ուրեմն արեք այնպես, որ ամեն ինչ լավ լինի։ Հենց այդպես էլ փորձում ենք անել։ Այսինքն չենք փորձում, արդեն շատ մոտ ենք դրան։ Շնորհակալ եմ։ Սիրելի տաշիրցիներ, սիրելի մեծավանցիներ, սիրելի հայրենակիցներ։ Հիմա էլի եկել այն պահը, որ ես պիտի զուգահեռներ անցկացնեմ վերջերս հնչած մի քանի մտքերի հետ կապված, ուրեմն էլի հերթական համայնքն է, տարիներ շարունակ ասֆալտ չի եղել, ճանապարհի մի մասը ասֆալտապատվել է նախորդ տարի, մի հատվածը հիմա շարունակվում է։ Եվ հիմա ինչի՞ց է այդ մարդկանց մոտ առաջացել ասֆալտի նկատմամբ այդ անբարեհաճ վերաբերմունքը։ Պատճառը կայանում է նրանում, որ իրենց բարեգործ, բարերար հորջորջողները այդ բարերարությունը կապել են նմանատիպ հարցերի հետ։ Բայց քանի որ մենք հիմա ունենք պետություն, ով հոգում է իր քաղաքացիների մասին ու կատարում է իր պարտականությունները, որ մեր գյուղերը շենանան, մեր գյուղերը մաքրվեն այս ցեխերից, այս ցեխն է ձեր պատկերը։ Սերժա Քոչարյանական մնացուկներ։ Այս ցեխը ձեր պատկերն է։ Մեր պատկերը ասֆալտապատ, բարեկարգ, տուֆապատ համայնքներն են։ Եվ շատ լավ է, որ դուք հասկացել եք, որ այլևս ձեր բարեգործությունները, ձեր մի կտոր ասֆալտ շպրտելը ու մարդկանց տրկացած պահելը չի հաջողվելու։ Հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացին ձեզ ցույց կտա ձեր տեղը։ Լավ եղեք, մինչև հունիսի 7։ Բրավո։ Եկեն հաշմինով։ Այս լավ տեղ է, որովհետև բնակ։ Բարև ձեզ։ Բարև եղբայր։ Ձեզ շատ շնորհակալ ենք, որ բան անում եք ժողովրդի համար։ Հանձինս ես այդ ձեր օգնություններից օպերացիա ստեմ դնել եմ ասում։ Առողջապահության նախարարի կողքն եք կանգնած։ Հացերի 24000 դրամ է թոշակից ավելացել է։ Միշտ դենց անել ցավը տանում ժողովրդի աշտի լուսնի։ Շնորհակալ եմ։ Հախների ծառերի սաղ ու դրանց խփուր անելով մանեմ գալի։ Դե մենք ենք այդ գործով ոնց որ զբաղվում։ Ժողովրդի մասին եմ մտածում, կասեմ հալալա ցավը տանեմ։ Շնորհակալ ենք եղբայր ձեր գնահատակ։ Շնորհակալ եմ եղբայր։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել։ Ես եմ Պարոն Փաշինյան, 18 թվականի հեղափոխությունից հետո հարկային եւ մաքսային մարմինը մի անգամ չի կանգարել իմ կոնկրետ բիզնեսին գործունեություն ծավալելու համար։ Օրինական ներմուծում ենք, օրինական արգելում ուծում ենք։ Շատ շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։ Մենք հենց ամեն ինչ անում ենք, որ ձեր նման մարդկանց աջակցենք, որ ավելի ու ավելի շատ ընդլայնվեք, ծաղկեք։ Սիրելի հայրենակիցներ, մենք հիմա գտնվում ենք Մեծավան խոշորացված համայնքում։ Մենք շրջեցինք գյուղում, շփվեցինք մեր քաղաքացիների հետ, ողջունեցինք, ասացինք, որ նրանց շատ ենք սիրում։ Հորդորեցինք, որ հունիսի 7-ին գնան ընտրական տեղամասեր եւ քվեարկեն համար 16-ի օգտին։ Սիրելի հայրենակիցներ, հունիսի 7-ը կարևոր շրջափուլ է մեր պետության համար։ Ես առիթ ունեցա ասելու, որ մենք հիմա գտնվում ենք մեր հարազատ Լոռիում, մեր հարազատ Տաշիրում, մեր հարազատ Մեծավանում ու շատ ենք սիրում մեծավանցիներին, բայց նաև պիտի նշեմ, որ որոշ արկածախնդիրներ երկու տեղ այսօր փորձեցին խանգարել մեզ, բայց ինչպես փորձը ցույց է տվել այս տարիների, մեր ընթացքը կասեցնել հնարավոր չէ։ Այսօր ասել եմ, էլի եմ ասում, ձեր քաղաքական քոքը կտրելու են։ Հունիսի 7-ի ժողովուրդը ձեզ ցույց կտա ձեր տեղը։ Ուրեմն, քաղաքական սոլիդարությունը շատ կարևոր բան է։ Մենք այս քարոզարշավը սկսել ենք մեր բարեփոխումների մասին խոսելուց, մեր երկրի ներկայի, ապագայի, խաղաղության հասնելու ճանապարհի մասին խոսելուց։ Ժողովուրդը ամենտեղ սիրով մեզ դիմավորել է եւ շարունակում է դիմավորել։ Բայց վերջին օրերին որոշ քաղաքական արկածախնդիրներ,
հիմնականում պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչները փորձում են իրենց նեղ տեղայնական հայրենասիրության հիման վրա մեր առաջ ինչ-որ խոչընդոտներ հարուցել։ Դուք ով եք, որ կարողանաք հայ ժողովրդի ընթացքը կասեցնել, ով եք դուք։ Այս մարդիկ մեղք են, մի օգտագործեք։ Մի օգտագործեք այս երեխեքին։ Նայեք, մանկահասակ երեխեքին բերել դրոշները ձեռն են տվել ու փորձում են իրանց համար քաղաքական հենարան ու կապիտալ ստեղծել։ Սիրելի հայրենակիցներ, հունիսի 7-ը բախտորոշ է Հայաստանի Հանրապետության համար։ Այսօրվա քարոզարշավից հետո ես վստահ եմ, որ մենք Տաշիրում հաղթանակ ենք տոնելու։ Ես վստահ եմ, որ հեղափոխությունը մտնելու է Մեծավան, մտնելու է Տաշիր, մտնելու է Նորաշեն, մտնելու է Միխայելովկա, մտնելու է Սարչապետ ու այդպես շարունակ։ Որովհետև ցավոք 2018 թվականից հետո տարբեր խմբեր հասարակության մեջ ծվարել են, իրանց գառան տեղ են դրել, բայց իրականում բորենի են եղել ու սպասել են դարանակալած, որ Հայաստանի Հանրապետությանը թիկունքից հարվածեն։ Դուք դարանակալ բորենիներ եք, ու ժողովուրդը ձեր հախից գալու է։ Ժողովուրդը, բջիջներով զգում է, ով եք դուք, ում եք ծառայում, ում եք ծառայեցնելու նրանց քվեն, եթե տվեց ձեզ։ Եվ նորից եմ ասում, մեր ընթացքը շարունակվելու է նաև առաջիկա օրերին։ Ձեզ հորդորում եմ, հասկացա, որ դուք չեք հասկանում ինչա սոլիդար լինելը, ինչա այն պատիվը, որ տանտերը կամ համայնքի ներկայացուցիչը կարող է հյուրերին ընդունել։ Դուք հյուր ընդունել չգիտեք, այս ժողովրդին առաջ ես ձեզ ասում եմ, դուք մանր, շատ մանր ու խեղճ մարդիկ եք։ Ես խղճում եմ ձեզ, բայց ուզում եմ ասել, հաղթելիս չեմ խղճալու։ Ու էլ այլևս քաղաքացիական պայմանագիր կուսակցության ոտի տակ չմնեք։ Ոտի տակ չմնեք։ Շնորհակալ եմ, սիրելի Մեծավան, շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։ Սիրում ենք բոլորիդ։ Նիկոլ Հռչապետ, Նիկոլ Հռչապետ, Նիկոլ Հռչապետ, Նիկոլ Հռչապետ, Նիկոլ Հռչապետ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Շնորհակալ ենք, սիրելի Մեծավան։ Նա պահ Մեծավանում ու գնանք։ Այո, հաճիկով, մի հատն է դուք բանալու։ Եթե խաղաղությունը։ Հետ նկարենք։ Հաճիկով։ Այս աղունիկների կուլտուրան, որ Երևանում մնում է, պարոն Ավինյան, լավ է, չէ, որ աղունիկներ պահելու կուլտուրան Երևանում տենց մնում է, շատ Երևանի կոլորիտի համար շատ ուժեղ բան։ Գեցե խաղաղությունը, շնորհակալ եմ։